թեմաների կանդրադառնանք, երևի թե մեր եթերը սկսենք այս հարցից, ամսի 2-ին նոր ձևավորող խորհրդարանի առաջին նիստն է լինելու, այսինքն հետարարողակարգային ամեն ինչը եւ ըստ էության պատմության մեջ առաջին անգամ դեռ այսպես ասենք, բայց գրեթե համոզված եմ, որ վեհապար Հայրապետը չի օրհնելու ազգային ժողովը, ես դուք ասացիք ուզում եք անպայման այս հարցից սկսել, խնդրեմ հետո արդեն թեմաները շատ է որ առանձնացրել եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, 8 օրից Հայաստանում այլևս չի լինելու լեգիտիմ իշխանություններ։ Կառավարություն, որը ստացել է երկիրը կառավարելու համար մանդատ։ Այս ամբողջ նյարդային լարվածությունը վարչախմբի մոտ դա գալիս է նրանից, որ իրենք դա հասկանում են, իրենց որևէ ստորագրություն, կարծիք, դիրքորոշում այլևս լինելու է առ ոչինչ։ Եվ հատկապես այն պետությունների մոտ, որոնցից մենք ամենաշատը ունենք սպասելիքներ, թե անվտանգային, թե տնտեսության եւ թե հետագայի Հայաստանի ինչ լինելու հետ կապված։ Այո, խորհրդարանի 9-րդ գումարման առաջին նստաշրջանն է, նման վարկած հանդիպել են, որ չեն ուզում ստանան ամենայն հայոց հայրապետի օրհնությունը, խոսքը ՔՊ-ի պատգամավորների մասին է, դա իրենց գործն է, շատ ավելի լավ, թող այդպես էլ իրենք մնան առանց օրհնանքի, նրանք Ալեն Սիմոնյանի քայլերից էլ դասեր չքաղեցին, որ ապաշխարությունը, օրհնությունը դա իրենց թիվ 1 եւ գլխավոր ուղին է, ճանապարհն է։ Յուրաքանչյուրի հոգու, մտքի, արածի եւ չարածի, մեղքի եւ մեղքի տակ չմնալու, բայց դա իրենց գործն է, իսկ մյուս երկու ֆրակցիայի պատգամավորները իրենք կարող են խնդրել, դիմել կամ պայմանավորվել, գնալ մինչև նիստը, ստանալ ամենայն հայոց հայրապետի օրհնությունը կամ նիստից հետո, չգիտեմ, ինչպես վեհապարի գրաֆիկը, բայց իրենք կարող են պայմանավորվել, գնալ եւ շատ ավելի լավ եւ նույնիսկ եթե հրավիրեին, կարելի է եւ չգնալ, քանի որ սա գողացված ընտրություններ են, իշխանությունը ուզուրպացվել է, իշխանությունը տեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարել եւ ճանաչել առ ոչինչ, 2 թե 3, բայց եթե անհրաժեշտություն լիներ 50, 55, 100 տեղամաս, ապա ինչ խնդիր կար։ Եթե ուզուրպացրել ես եւ չես հանձնելու իշխանությունը ուժային մեթոդներով լռեցնելու ես, խեղդելու ես, ձևավորելու ես համակենտրոնացման ճամբար եւ բոլոր անցանկալի քաղաքական, հասարակական, տնտեսական գործիչներին պետք է ազատազրկես իշխանությունդ պահելու համար, ապա այո, եւ ընդհանրապես ինչու համար եք ընտրություններ անում։ Ինչու համար եք անում։ Ինչ եք գումար ծախսում, ինչ եք այդքան թուղթ փչացնում, ինչու եք այդքան լարվածություն ստեղծում։ Եթե դուք գիտեք ընտրությունների արդյունքները ինչ է լինելու, եղեք ավելի ազնիվ, ավելի անկեղծ եւ հայտարարեք, որ չի լինելու ընտրություններ եւ կառավարելու ենք այնքան, ինչքան որ ունենալու ենք հնարավորություն։ Վերջ։ Հիմա ինչ ստացվեց։ Ավելի լավ էր ընտրություններ չլինել, մնայք 21 թվականի ճանաչված ընտրությունների արդյունքներով, թե
այնպիսի պետություններ, ինչպիսին է Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, ձեզ չեն ճանաչում։ Իմիջիայլոց սա դեռ ինչքան կտևի, պարոն Շահինյանը, ձեզ։ Սա կտևի այնքան ժամանակ, ինչքան դեռ իրենք կմնան իշխանության։ Սա ժամկետ չունի։ Գողությունը, հանցանքը ժամկետ չունի։ Նրանք գողացել են ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը, ձայնը, ինչի մասին տասնյակ տարիներ իր լաչառությամբ հայտնի Նիկոլ Փաշինյանը որպես հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր քննադատում էր բոլոր իշխանություններին, անխտիր բոլոր իշխանություններին եւ բացառությամբ 90-91 թվականի ընտրությունները, այն ժամանակ դեռ ինքը չկար էլ ասպարեզում, այնպես որ այն ինչ որ ինքը հիմա անում է, դա նաեւ իր վախերն են, ինքը փորձում է հասարակությանը լռեցնել, վախեցնել, որ բռնել կտան, կհանձնարարեմ, կձերբակալեն, իրավունք չես ունենա քո անչափահաս երեխային տեսակցելու, ինչպիսին որ որոշում կա հասարակական քաղաքական գործիչ Արեգնաց Մանուկյանի վերաբերյալ։ Սադիզմը ինքը հասել է իր բարձրագույն կուլմինացիային եւ պետք է 8 տարի հետ նայի Փաշինյան Նիկոլը, թե ինչ հողի վրա ինքը եկավ, իրեն փոխանցեցին կամ տվեցին իշխանությունը։ Դա իրավական, սոցիալական անարդարության հենքի վրա էր, որ զորով, շարով, ինչ որ մի ձև Բարգավաճ Հայաստան կուսակցության, գլխավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ժողովրդի այդ պահին արդեն հրապարակում գտնվող կամքը, ցանկությունը հաշվի առնելով առաջադրեց Փաշինյան Նիկոլին որպես վարչապետի թեկնածու, դե մյուս ուժերն էլ օգնեցին։ Այն Նիկոլին, ում որևէ ձևով հնարավոր չէր լինում Երևան քաղաքի որևէ մեծամասնական ընտրատարածքում ճանաչել հաղթող։ Պարոն Շահինյան, քանի որ դուք խոսեցիք, որ Ռուսաստանը չճանաչում, բայց նաև ուզում եմ այս թեման շարունակելով խոսենք Ռուսաստանը էլ ավելի ըստեյությամբ խստացնում այս պատժամիջոցը ասենք, ոնց կորակեի։ Երեկվանից հայտնի դարձավ, որ նաև կատամթերքի արտահանումն է սահմանափակված։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, արտադրողները կառավարության մոտ էին։ Իմիջիայլոց մեզ համոզում էին, թե այնքան ծիրան են Եվրոպա արտահանելու ու վախենան Հայաստանում պաշարներ չլի, Տարոն Չախյանը հմեկով էր ասում, որ մենք ուտենք, էլի։ Պարզվեց Իսպանիային տարի նույնը փչացած ծիրան է եղել։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր կարծիքը։ Երեք են վերադարձել Եվրոպայից, 15 օրից ավել այնտեղ է, եւ Իսպանիա Հայաստանի Հանրապետությունը կամ տնտեսավարողները ծիրան չեն ուղարկել։ Ծիրան ուղարկել են Լեհաստան, բայց այն ճանապարհը, որով որ ապրանքը հասնում է պատվիրատուին եւ հետո պետք է բաժանվի արդեն այլ ցանցերի, որոնցից մեկը նաեւ Իսպանիայի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ են եղել, այո, արդեն մի աղջիկ կար Եվրոմիության աշխատակիցներից Մարտակաս, եթե չեմ սխալվում, որ մուրաբա էր պատրաստել, արդեն Իսպանիա ուղղակի հասել էր որպես մուրաբա, Լեհաստանից դիմել էին, որ օգնեք արագ, քանի որ փչանում է, արդեն կամ փչացել է, արդեն թուլացել էր, ինքը այնտեղ ծորում էր։ Մարդիկ ասել են ուղարկեք, շուտ հասցրեք, տեսնենք ինչով կարողանանք, փրկենք, մի բան անենք։
բայց այլ արդեն բան չկար, տեղ չկար դա որպես ապրանք շուկա մտցնելու եւ վաճառք իրականացնելու, այդ ապրանքը Հայաստանից Լեհաստան էր հասել 20 օր, 4 օր ապրանքը հավաքել են, 4 օր ապրանքը բեռնատար մեջ դասավորվել է, ճանապարհներին ճանապարհները ինքը այնքան էլ բարվոք վիճակում չեն, ապրանքը թափվում է, շարժվում է, խախտվում է այդ արկղների դիրքերը 8-ից 11 օր Թուրքիայի տարածքում կանգնեցրել են, դա արդեն գրեթե 20 օր էր անում, մինչև հասել է տեղը, բան արդեն ինքը վաճառքի պիտուր չէր, Արդյունաբերության մասին, թեփուկավոր ձուկ, ֆիլե, ծխեցված, չգիտեմ, այդ ինչ են խոսում, ինչից են խոսում, այդ ձուկը ուր պետք է գնա, ոնց պետք է գնա, ինչքան ժամանակում նա պետք է տեղ հասնի եւ ամենագլխավորը, նույնիսկ եթե ինքնաթիռով ուղարկեն, կարգո անեն, ուր է մտնելու այդ ձուկը, ով է այդ ապրանքի գնորդը, եթե ծիրանի դեպքում, որի կիլոն 7-ից 15 եվրո էր վաճառվում, եթե ծիրանի դեպքում ճանաչում են, այո, գիտեն Հայաստան, ծիրան, ինքը շատ օգտակար է, ապա ձկան մասով ես բացարձակ հակառակ կարծիքի եմ, որ չեն ճանաչում, չգիտեն, հայերի մասին չի խոսքը, հայերը կառն են, թեկուզ օգնելու համար մեր հայրենակիցները, այո, կառն են, այսօր այդ տենդենսը կա, այդ ցանկությունը կա, 1 կիլոգրամի փոխարեն 3 են առնում, 4 են առնում, որ սպառվի, այստեղ մարդիկ էլ շնչահեղձ չլինեն, այդ բարձր տոկոսներով վարկերի տակ չդասակարգվեն եւ տուն ու տեղները քանդ ու կարապ լինի, բայց ձուկը դա շատ լուրջ խնդիր է, նաեւ կաթնամթերքը, այնպես որ շատ պահածոներ դեռ ոչինչ, կարող է ինչ որ մնալ, այնտեղ սառնարաններում էլի հայերի մեջ սպառվի, բայց եվրոպացու համար, մարոկացու համար, ալժիրցու համար, որոնք այսօր պակաս քանակ չեն քան բուն եվրոպացիները, առաջիկա 20-30 տարում շատ ավելի կլինեն քան այսօր, նրանք չեն ճանաչում այդ ձուկը եւ հետո սկանդինավյան երկրներում լուրջ ձուկ կա, բրիտանական այդ ջրերում այնտեղ այնպիսի որակի ձուկ կա, որ ոչ թե արհեստական կերով կամ ինչ որ կան մեծ ծախսերով, այդքան լոգիստիկ ծանրաբեռնված գնագոյակցության պայմաններում, այլ ինքը ապրանքը, որակը, այդ ապրանքի համար պետք է ուզեն ձկան առողջությունից սկսած թղթերը պահանջվելու Եվ ամենագլխավորը իրենք չեն ճանաչում այդ ապրանքը, դա շատ երկար տարիներ է գնալու եւ շատ մեծ գումարներ պետք է ծախսել գովազդելու համար, որպեսզի ինչ որ թվին ինչ որ որոշակի տոկոս դու կարողանաս սպառում ունենաս։ Այս իշխանությունները բացի որ պայմանավորվում են, պատերազմ են անում, մեկ նախադասություն իրենց հասցեին չասելու համար, չլսելու համար, որ բա ինչ ասեին դավաճան է, հողերը տայ ասեին դավաճան եմ, այդ բառի համար, որ իրեն չասեն, բայց ասում են 4000 զոհ, Արցախ չկա, ունենք գերիներ, ունենք 100,000-ից ավել տեղահանվածներ, որոնք դռնեդուռ ընկած, այդ մարդիկ ինչու չէ զոհվել, այո, իրանք ինչու չեն զոհվել, իսկ իրենցից ով է զոհվել ընդհանրապես։ Հիմա, եթե կհիշեք, հարգելի Մարիամ, երևի
19-20 թվականների իմ հարցազրույցներում ասում էի Արցախը սրանք տվել են, պայմանավորված են արդեն, Հայաստանն են իրենք վերացնելու։ Իմիջիայլոց վերջերս կարևոր արձակության մեջ ապուստուպ էր գնացել, դեռ ադրբեջանցիները, ասենք, հարց էին դրել դիմացը, այդ ումից է թույլ տվություն վերցրել, որ մեր Զանգեզուրում Մեր լեռներում արծիվ ինքը գնացել էր այդ կողմերը Մելիք Ֆրանգյուլի Շիրիմին հարգանքի տուրք մատուցելու, որովհետև դա իր իրական կերպարն է 300 տարի մեզանից առաջ այնտեղ անտերի պես ճանապարհի կողքը վառած խոտերի արանքում մի քարիկտոր կա, այդպիսի մի քարիկտոր էլ Նիկոլին է լինելու, դա անխուսափելի է, եւ մեր ժողովուրդը 300 տարի չի մոռացել Մելիք Ֆրանգյուլին եւ որպես դավաճանի, որպես ստահակի, որպես տականքի հիշում է մինչև հիմա, հիշում է եւ նաեւ ցավոք սրտի կհիշեն իրեն եւս։ Նա գնացել էր Մելիք Ֆրանգյուլի մոտ շուտ երևի հասկանալու համար թե ինչ է լինում այդ տեսակների հետ։ Ինքը արձակուրդ է ձևակերպել, զբոսնում է, ներկայացում է գնում, գիրք է կարդում, մուկ է նկարում, բայց այստեղ ամբողջ հանրապետությունը, հանրապետությունից դուրս բոլորը հետևում են մեր ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այդ լակոտական չասեմ, այդ ոչնչությունն է այդ մոտեցումը հրահանգած մարդը, ոչնչություն, ով տալիս է այդպիսի հրահանգ, որ գնացեք, ձերբակալեք, ինչի համար ձերբակալենք, այդ մարդը արդեն որ թվականից, չգիտեմ, բայց երևի 15-20 տարի կլինի, որ ընդհանրապես ինքը բիզնեսները հանձնել է կառավարման եւ հիմնադրամի միջոցով հազարավոր բարեգործություններ է կատարել Արցախի համար, Հայաստանի համար, Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար, իր բարիությամբ, իր մարդասիրությամբ, իր կարիքավոր մարդու կողքին կանգնելու պատրաստակամությամբ նա մշտապես եղել է մեր ժողովրդի կողքին, մշտապես, եւ ի պատիվ իրեն իր ամբողջ գործունեությունը հիմնականում իրականացվել է Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում։ Այս իրավունքի չգոյությունը այսօր բերել է, հանգեցրել է մի իրավիճակի սուլթանության, ինքը ստացել է carte blanche, արա ինչ ուզում ես, ոնց ուզում ես։ Եվ որևէ մեկը չմտածի, որ մեզանից, որ ինքը չի ձերբակալվելու, ինքը չի հայտնվելու ճաղերի վանդակում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ չեն սպանելու, ինչ խնդիր կա։ Ամբողջ կյանքում դու ընտրակեղծիքների դեմ, հիշում ես Զիբիլիքսի գործը, հենց եկար 10-11 հոգու գործ հարուցեցին այդ մարդկանց վրա եւ դատվածություններ մնաց այդ մարդկանց կենսագրության մեջ։ Իսկ դրանից վերև մարդիկ պատժվեցին, թե ոչ, թե հարմարվեցիք։ Ինքը հիմա նաեւ խնդիր ունի, բացի որ դուք նշեցիք Ռուսաստանի, Չինաստանի ղեկավարության կողմից, պետությունների կողմից
չեն ճանաչում այս իշխանությունների լեգիտիմությունը, բայց ինքը նաև խնդիր ունի ներսում հենց իր թիմի մեջ։ Ես տեսել եմ մի տեսահոլովակ կամ նյութ, որտեղ Ալեն Սիմոնյանը գնացել էր եւ Տեր հայրին մոտ ապաշխարում էր։ Գնացել էր մի հեռավոր վանք, կիսաքանդ, դա գեղեցիկ էր, ճիշտ ընտրված էր, բայց ապաշխարում էր։ Բնականա ինքն էլ բոլորս մեղք ունենք, Գագիկ Ծառուկյանն էլ ունի, ես էլ ունեմ, մյուսն էլ ունի։ Այդ ամեն ինչը կա չափ։ Եվ դա Տերն է որոշում, թե մենք անցել ենք ինչ-որ գծերը, թե չենք անցել։ Եվ հիմա գնացել է Ալեն Սիմոնյանը մեղքերի թողություն էր անում, ծնկաչոք, բայց իրենց այս падգամավորական թիմի մեջ 1-2 իրեն հարազատ կունենա, թե չէ կունենա։ Կան մարդիկ, որոնց այսօր, այսինքն իրենց ներսում կա կլանային համակարգ արդեն։ Դա բնորոշ է, դա անհնարին է, որ չլիներ։ Նույնը ՀՀՇ-ում է եղել, նույնը Հանրապետականում է եղել։ Բոլորս ականատես են եղել, թե ինչ բախումներ էր գնում, ինչ կոնֆլիկտներ էր գնում։ Նույն Վահագն Խաչատուրյանը, որ այսօր նախագահ է աշխատում Նիկոլի մոտ, ինքը ինչի արդյունքում դառավ քաղաքապետ։ Երբ Երևանի քաղաքի քաղաքորթի падգամավորները չէին կողմնորոշվում, չէր լինում ձայների հարաբերակցությունը, եւ այդ Վահագ Խաչատրյանի այն ժամանակ Խաչատրյանի շուրջ եղավ կոնսոլիդացիա, նա դարձավ քաղաքապետ։ Հիմա իր թիմում, որ մեկ ձայնը իր համար շատ կարևոր է, շատ անչափ։ Այնքան կարևոր է, որ գրեթե հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ինչ որ հարցեր քննարկել։ Դրա համար լարված է, նյարդային է։ Հիմա այդ ամեն ինչը ինքը հանգիստ բանի մեջ ցույց տալով, դերի մեջ ցույց տալով այլ բան է մեզ ցույց տալիս, մյուս կողմից այս ձերբակալությունները, ինչ որ Իրանից 2 ավանտյուրիստ, հաստատ ավանտյուրիստ են, որովհետև նրանք մեղադրում են։ Այդ մարդիկ խաբեբայության, խարդախության համար իրենց երկրում դատվել են։ Բայց մենք բարերարին մեր Գագիկ Ծառուկյանին, Օլիմպիական կոմիտեի նախագահին, մեր եղբորը, մեր ընկերոջը տարել ենք բանտ, նստացրել ենք, ասում ենք այդ 2 մարդը, այդ 2 իրանցին, Նիկոլն էլ իրանցիների շահերի համար քրքրվում է։ Չէ։ Փող աշխատում, հիմա երևի, բայց ձեռի հետ նորից նույն վատությունն է անում։ Ծառուկյան Գագիկը ոգին տեղը, ինքը ուժը տեղը, Աստված երկար կյանք տա իրեն, իր հարազատներին, Ռոզա Մայրիկին քաջ առողջություն եմ ցանկանում, ոգու ուժ, տոկունություն, ինչը փոխանցվում է մեր մայրերին։ Ես եկա իմ մայրը պատմեց, թե ոնց էր հուզվել Ռոզա Ծառուկյանի խոսքերից, այո, եւ անկողնային պարկած վիճակում գտնվող իմ մայրը ուժ առողջություն էր ցանկանում Ռոզա Մայրիկին, ազատություն Գագիկ Ծառուկյանին։ Այսպես է լինում մարդկային վերաբերմունքը, երբ հերավար մարդուն բարին ես ցանկանում։ Հիմա ինքը այդ տեսարանները ստեղծում է, այս Իրանի հետ, տեսեք Ծառուկյան Գագիկին ձերբակալել է լավ։ Բա աշխատատեղերը ինչ ես փակում։ Վերցրու, բոլորը վերցրու պետական կառավարման, այսպես թե այնպես Ծառուկյանը հանձնել էր այլ կազմակերպությունների կառավարման, հիմա դու եղի կառավարիչը Նիկոլ Ծառուկյանի մոտ։ Խնդիր չի։ Բայց աշխատատեղերը ինչ եք փակում։ Դուք եք մարդկանց տունը պահելու, այդ
իրենց կոմունալները վճարելու, իրենց բանկային պարտավորությունները կատարելու։ Իդեպ այս առումով ես պետք է ասեմ, որ մեր ամբողջ պետությունը այսօր բանկերի ձեռքը գերի է եւ Հայաստանը կառավարվում է առևտրային բանկերի կողմից։ Թե տոկոսների առումով, թե ցանկացած որոշում, ցանկացած հարց։ Հիմա գյուղացու, մեր ֆերմերի, մեր հայրենակցի ջերմոցը, որի շահագործման համար վերցնենք 50,000 դրել է ֆերմերը, 50,000 բանկը։ Հիմա այս մարդը չի կարողանում ինչ որ որոշակի պարտավորություններ սպասարկի եւ դասակարգվել է, ինքը սեփականատեր չի։ Ով է սեփականատերը։ Բանկը դառնում է ամբողջի 100%-անոց սեփականատերը։ Այս մարդու տունու տեղը քանդվեց, այսքան տարի ինչ ներդրում էր արել, դարավ 0, ինքը դասակարգվեց, բանկը շահեց, ինքը դարձավ ամբողջի 100%-անոց սեփականատեր։ Նույն այդ բնակարանները, որ գնում են բանկերից վերցնում են, դա բացառապես միայն պետական բարձր աշխատավարձեր ստացող պաշտոնյաների համար է, որոնք որ դափոնով տուն էին առնում, դե այսքանը կտանք վարձով, այսքան ստեղ կապրենք, կապիտալ կունենանք։ Դա նրանց համար է, դա քաղաքացու համար չէ։ Հիմա այսօր այս խնդիրները, որ ստեղծվել են, օրինակ Ռուսաստանի Դաշնությունից մարդիկ կային 2-3 բնակարան են առել, մեկում կապրենք, այն երկուսը կտանք վարձով, հիմա չեն աշխատում այդ մարդիկ։ Ուզում են, չգիտեմ, պատերազմական իրավիճակ է, ինչ պատճառներով նրանք ուզում են դուրս գալ, ասենք, փակել են իրենց բիզնեսը, ուզում են դուրս գալ։ Ոնց են սպասարկելու այդ իպոթեկաները, չեն կարողանալու սպասարկեն։ Ոնց են վաճառելու։ Այսօր ասում են, գիտեք ինչ, բնակարանների գների բարձրացում է սպասում։ Ոչ, հարգելիներս, անկում է սպասում։ Այդքան որ զանգում գին են հարցնում, դրանք վաճառողներն են։ Դրսի վաճառողներն են, որոնք առել են, հիմա չգիտեն ինչ անեն, ուզում են իրական գին ճշտեն, հասկանան, վաճառեն, բայց օրը օրի գնալով իջնելու է։ Ինչ վերաբերում է մեր տնտեսությանը, տնտեսությունը ամբողջը քանդվելու է։ Ամբողջը։ Հիմա մենք ասում ենք Հայաստանը, դա ասել եմ 6-7 տարի առաջ։ Հայաստանը ծնկելու է, Հայաստանը ապրելու է վախի եւ աղքատության մեջ։ Հայաստանցին, հայը կլինի դա, թե ոչ, իհարկե կլինի։ Ինչպես, այսպես։ Չկա աշխատատեղ, չկա, պատերազմի վտանգը միշտ կա։ Ինչ պետք է անել, ինչ են կարել դարեդար, գաղթել։ Մենք նախկինում ինչպես էր, մի տոմսի գնով, մի ինչ որ չգիտեմ, տեղափոխման ծախսը դուրս էր գալի, բնակարանը տալիս գնում էին։ Հիմա մենք ամբողջ մեր տնտեսությունը քանդել ենք, մարդուն ասում ենք դոշիդ գրի ինքնիշխանություն, գնա տունդ նստի մեռի։ Հա, քարին էլ կարան գրեն մահացավ ինքնիշխան։ Մյուսներին էլ ինչ են անում, կամ բանտում են պահում, եթե շատ կարևոր է, կամ բրասլետը գցում են ոտքին, ասում են դե գնա տուն, կոնդիցիոները միացրու, հեռուստացույց առաջ նստի, անանաս կեր։ Քո համար, կոֆեով, անանասով, մրգով, կամ բրասլետով են, կամ բացակայության արգելքը, կամ վարչական հսկողությունը, համատարած հանցագործ են, համատարած։ Եվ խոսում ենք տնտեսությունից, Գերոն Պապյանը պարտորեն ասում է, որ Արարատյան դե գիտեք խլեցին դա էլ, նախ իրենք ինչի կհանգեցնեն այս ամենը, պլյուս սպառնում ըստ էության աշխատողներին, բարեխիղճորեն կատարեք ձեր աշխատանքը, այլապես ազատման դիմում կգրեք, կամ քրեական վարչական հետապնդման կերկրեք։ Կամ կսպանենք ձեզ։ Գևորգ Պապոյանը եւ նրա պես մտածողները իրենց գլուխը պատին են տվել, որ նրանք ինչ որ բան են վերցրել, սա այս շոուի մեջ է մտնում իրենց կողմից տեսարան հաց, առայժմ հաց եւ
վախեցած նստի տունդ։ Սա է, ինչ եք վերցրել, ինչ եք վերցնում։ Հա, վերցրել եք։ Աշխատացնում եք, աշխատացրեք։ Բայց աշխատողներին ինչ եք սպառնում։ Աշխատացրեք, ինչքան կարող եք աշխատացրել։ Ավելի լավ աշխատացրեք։ Ձեզ կասենք բրավո։ Փորձը ձեր կուսումնասիրվի, կօգտագործվի, պիտանի կլինի։ Կարում եք աշխատացրեք, աշխատացրեք։ Չեմ հիշում մի բան, Golden Palace-ը Ծաղկաձորի ինչ որ վերցրել էին, հետո մարդ էին, բարեգործ էին ման գալի, որ կոմունալները վճարեն։ Հեծը դե կամ Վիոլա ջուրը վերցրու, պարոն Պապոյան, Վիոլա ջուրը։ Գնացել են, ասում են մուլտի այդ գոլդ, հա, երևի կամ այդ առինջի այդ շինությունները որ կան, առինջում կառուցված, որտեղ հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ ապրում են, աշխատում են եւ շատ մաչելի գներով, շատ-շատերն էլ անվճար են իրենց տեղերը զբաղեցնում, որ այդ մարդիկ կարողանան մի բան վաճառեն, ապրեն։ Հասկանում եք, մենք չենք մեր քաղաքացին մեզ համար արժեք չի, որ նա իրավունք ունի բարեկեցիկ ապրելու։ Մենք 10,000 դրամ թոշակ ենք բարձրացնում եւ 10 տարի մցնելու ենք աչքը, որ բա մոռացար, որ 10,000 դրամով բարձրացրել ենք թոշակը։ Իսկ դուք որևէ անգամ փորձել եք վերահսկողություն իրականացնել, թե ինչ գներով են մայրաքաղաքում վաճառվում մեր տեղական արտադրանքները, պտուղ, բանջարեղեն, մնաց։ Շատ բարձր եւ ամեն ինչ բարձրանում է։ Մինչեւ տարեվերջ մենք շատ ցավալի իրադարձությունների ենք հանդիպելու։ Շատ։ Այս առումով վարչախմբի մոտ կա գերլարվածություն, արդեն էլ վարչախումբ ասելով մենք պետք է բացառապես Նիկոլ Փաշինյանին նկատի ունենանք, քանի որ այնտեղ առնվազն 10-15 կլանային համակարգեր ստեղծված կլինեն, որոնք թե թիկունքից կհարված են իրեն ինքը շատ լավ գիտի, թե դեմից կհարված են, թե հակառակը քվեարկեն այն օրենքներին կամ այն քվեարկություններին, որոնք որ իշխանությունները կողմ են ուզում։ Այնպես որ սաբոտաժը ցանկացած պահի կարա լինի, այնպես չի որ սա առաջի դեպքն է, հայոց համազգային շարժումը, երբ իշխանությունները այնտեղ էլ բազմաթիվ խմբեր ձևավորվեցին ընթացքում, դա այդպես է լինում միշտ, հանրապետականում էլ կային, իսկ ինչ որտեղ ավելի կոնսոլիդացված եւ ավելի կիրթ ու բանիմաց մարդիկ էին իդեպ։ Հիմա իր շրջապատը կամ բաց հասարակություններից են կամ չգիտեմ ինչ որ եվրոպական գրանտներից, ամերիկյան, ինչ որ հետախուզական կամ կիսահետախուզական կազմակերպություններից ֆինանսավորվող բրիտանական, թուրքական, այնպես որ ինչ թիմի մասին է խոսքը, ինքը շատ լավ է հասկանում, որ ինքը մնացել է один воин, նա մնացել է մենակ, այդտեղ Ալիևի, Էրդողանի եւ Եվրամիության որոշ պաշտոնյաների միջոցով դեռևս փորձում է պահել իշխանությունը, բայց ինքը հասկանում է, որ նույն տրիպի հետ կապված շատ լուրջ խնդիրի առաջ կկանգնի Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման հետ կապված, Ռուսաստանի հետ դա կատաստրոֆա է, այսպես ասեմ, այնպես որ սիրելի հայրենակիցներ, մեզանից պահանջվում է, որ մենք միշտ պատրաստ լինենք, ցավոք պետք է նշեմ, որ ժողովուրդը եղել է պատրաստ, բայց առաջնորդողները ինչ-որ կեսից այլ տարբեր ծրագրերով կամ ուղիներով են շարժվել, այլ ճանապարհային քարտեզներ են առաջ բերել, որը բերել է հիասթափության եւ մարդիկ
այլևս որոշել են չմասնակցեն այդ հավաքներին, այս պահի դրությամբ էլ առանձնապես սպասելիքներ չկան ընդդիմությունից, ավելի շատ սպասվում է աշխարհաքաղաքական ճնշումները եւ սոցիալական։ Մեր մոտ իդեպ այս ամբողջ տարիների ընթացքում 90-ական թվականներին, երբ շատ ավելի ծանր էր, Վրաստանը փակեց այդ երկաթգծի հետ կապված մեր ապրանքների մուտք ու ելքը, հսկայական տասնյակ միլիարդների մենք վնաս ենք կրել այդտեղ, ժամով էր 1-2 ժամ լույս, ինչ որ խնդիրներ էր, ամբողջը խնդիրներ էր, ծառերն էին կտրում, ձմեռը որ կարողանան իրենց գոյությունը պաշտպանել, գոյատևել, բայց մարդիկ ունեին ոգի, մարդիկ ունեին երազանք, եւ որը իրականացվում էր։ Հայաստանը ընդլայնում էր իր տարածքները, իր սեփական տարածքները, իր հայրենիքը սկսում էր ընդլայնվել, մեծանալ, կամաց մոտենալ, չեմ ասում 300,000 քառակուսի կիլոմետր, բայց առնվազն գոնե 70,000 քառակուսի դա հաստատ պետք է լինի։ Եվ երազանքը երբ իրականություն էր դառնում, այդ տրամադրությունը ինքը հաղթահարում էր մնացած այն բոլոր խնդիրները, որ մենք ունեինք կենցաղում, մենք ունեինք մեր աշխատանք չգտնելու, արտագաղթելու տրամադրությունների մեջ, բայց ուժեղ էինք, հպարտ էինք։ Հիմա բոլորովին այլ է, մենք այսօր գործող տնտեսությունը քանդում է գործող իշխանությունը։ Նոր խորհրդարանի падգամավորներն ցանկանան, որ նախ պետք է մարզադահլիճներ գնան, պարտադիր, որովհետև բախումներ հաստատ կարծում եմ, որ կլինեն։ Պատրաստվեք աշնանը ընտրություններին, համայնքային ընտրությունների, շատ տեղերում ընտրություններ են, կոնկրետ Կոտայքի մարզում 6 համայնքում ընտրություններ կան, պատրաստվեք։ Եվ երևի թե եթե աշխարհաքաղաքական միջամտությամբ սրանք չհեռանան իշխանությունից, ապա հաջորդը դա պայքարը լինելու է Երևանի համար այդ մրցապայքար ասենք, թե ընտրապայքար ասենք, դա միշտ սխալ է գնալ նման իշխանության հետ ընտրությունների, բայց երևի դա է լինելու, որ ընդդիմությունը եւ այսօրվա այս գործող լեգիտիմություն չունեցող իշխանությունները նորից պետք է բախվեն։ Շնորհակալ եմ հրավերին։